Ձեր այդ գերազանցությունները դուք ձեր խոսքում ընդգծեցիք Հայաստանի տարածաշրջանային դիրքը, կարևորությունը, խոսվեց նաև այն մասին, թե Եվրամիությունը որ ուղղություններով է նախատեսում Հայաստանին աջակցություն ցուցաբերել։ Ինձ հետաքրքիր է այն, որ տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում այն կարևոր քայլերը, որ Հայաստանը անում է, Եվրամիության ընդգրկվածությունը ինչպիսին կարող է լինել եւ այն ուղղությունները, որոնք նշվեցին, թե Եվրամիությունը ինչ աջակցություն կարող է ցուցաբերել։ Առաջիկայում կոնկրետ ինչ քայլերի սպասենք, կլինեն աշխատանքային խմբերի, մասնագետների փոխայցեր, կխնդրեմ մի փոքր մանրամասնեք, շնորհակալություն։ Indeed, just listening to you, Լսելով Prime ձեզ, պարոն Minister, and the վարչապետ, description of ձեր the peace նկարագրությունը process խաղաղության and the գործընթացի enormous potential եւ այն ահռելի it does unlock. ներուժը, որ դրանով ձերբազատվում է, The scenery where սա our այն support comes in, ամենապատկերն է, որտեղ մեր օժանդակությունն աջակցությունն է key destination for investors. առաջանում։ Հայաստան ուզում ենք ներդրումների համար հիմնական You have the talent, you have the people, երկիր դարձնել, դուք ունեք տաղանդ, դուք ունեք ժողովուրդ, դուք ունեք ռեսուրսներ, ինչպես օրինակ արևը, what you need is ձեզ անհրաժեշտ է ներդրումներ եւ ենթակառուցվածք։ Սա մասամբ Եվրոպական միությունից ուղղակիորեն է ապահովում, բայց նաև ներդրումների եւ ռիսկազերծման միջոցով է Եվրոպական միության տրամադրած, որը բիզնես սեկտորի, մասնավոր սեկտորի համար հնարավորություններ է ստեղծում Հայաստանում ներդրումներ անելու համար։ Ականատես եղաք 6 մտադրության համակների ստորագրությանը եւ հանձնմանը առաջատար ձեռնարկություններին եւ հիմնադրամներին, որոնք արդեն վստահ են, որ այստեղ հենց ճիշտ տեղն է գտնվելու եւ ներդրումներ անելու եւ ռիսկազերծման բաղադրիչ Եվրոպական միության կողմից ապահովված շատ նպաստավոր միջավայր է ստեղծում բիզնես սեկտորի համար գալու այստեղ եւ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր իրականացնելու։ Մենք բազմաթիվ նախագծեր ունենք եւ բազմաթիվ ծեր ենք քննարկել, մասնավորապես այդ թվում սահմանների կառավարման ոլորտում համագործակցությամբ, ուղղությամբ։ Ես բազմիցս ասել եմ, որ մենք ցանկանում ենք եւ ինչպես նախագահ ֆոն դեր Լայենը նշեց, Հայաստանը դարձնել շատ ցանկալի եւ պոպուլյար ուղղություն։ Դրա համար մենք պետք է հեշտացնենք մարդկանց ճամփորդելու հետ կապված հարցերը։ Սկսած նրանից, ես կառավարության նիստերում եմ ասել, որ առաջիկայում բիոմետրիկ կենսաչափական անձնագրերի ներդրմանը զուգահեռ մենք պետք է անկոնտակտ սահմանի անկոնտակտ հատման ենթակառուցվածքներ ունենանք մեր սահմանային անցման բոլոր կետերում, օդանավակայաններում եւ այլն եւ այդպես շարունակ։ Մենք մասնավորապես քննարկում ենք նաեւ, դուք գիտեք, որ այսօր արդեն Եվրամիությունը շատ կոնկրետ ներդրում ունի մեր սահմանների կառավարման գործում։ Ի վերջո Հայաստան իրան սահմանի ագարակ սահմանային կետը եւ հարակից ենթակառուցվածքները կառուցվում են եվրոպական ներդրումների շնորհիվ եւ միջոցով եւ իհարկե տարածաշրջանի կապակցվածությամբ ուղղությամբ կան նախագծեր, այդ թվում հենվելով այն իրողության վրա, որ արևելքից արևմուտք, ինչպես նախագահ ֆոն դեր Լայենը ընդլայնված կազմով քննարկումների իր բացման խոսքում ասեց, արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանի Հանրապետություն։ Ես երբ որ խոսում եմ աշխարհադրական դիրքի մասին, մենք ընդհանրապես սովորենք հարցերը թվագրել եվրոյով, դոլարով, դրամով, բայց այս նախադասությունը արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհ անցնում է Հայաստանի Հանրապետության միջոցով, տասնյակ հարյուրավոր միլիարդների եւ տրիլիոնի արժեք ունի։ Միայն այս նախադասությունը սա նշանակում է ամենաբարձր մակարդակով ազդակ միջազգային ներդրումային համայնքին, որ այստեղ տասնյակ միլիարդների, եթե ոչ հարյուրավոր, ոչ տրիլիոն, ես այդ հաշվարկներից լավ չեմ, պոտենցիալ կա։ Եվ մենք շնորհակալ ենք Եվրամիության մեր գործընկերներին, այդ պոտենցիալը նաև մեզ համար բացահայտելու համար, որովհետև շատ հաճախ է պատահում, որ մենք ինչ որ ակնհայտ մեր աչքի առաջ մենք դա պարզապես չենք նկատում։